Ինչն է պատճառը, որ այսօրվա քաղաքականությունը մերժում է խելացի եւ մտածող մարդկանց, կանխավ շնորհակալ եմ։ Արդյոք համաձայն եք այս բանման հետ, որ քաղաքականությունը մերժում է։ Գուցե խելացի մարդիկ են մերժում քաղաքականությունը։ Պատճառը հետևանքային կապը ո՞րն է ըստ ձեզ։ Իհարկե խելացի մարդիկ դուրս են այս քաղաքական համակարգից ու դրա պատճառները մի մշակույթների փոփոխությունն է քաղաքական համակարգերում։ Այսինքն եթե նախկին հետսովետական այդ մշակույթը, որտեղ այդ վայրի կապիտալիզմը առաջացավ, ու այդ անարդարությունները, որտեղ նաև այդ օլիգարխիկ սիստեմը առաջացավ, այդ սիստեմի հնարավոր փոփոխությունը պոպուլիստական միջոցներով էր, այսինքն այն անարդարությունները գոյություն ունեն, դրա վրա ստեղծել ավելի մեծ բազա անարդարությունների եւ դրա միջոցով կարողանալ իշխանությունը զավթել։ Բայց դրա լավ նորությունն էլ կա, քանի որ այդ սիստեմին հաջորդում է այն սիստեմը, որը դուրս է թողնում գրագետներին, խելացիներին, մասնագետներին պետական կառավարումից, դիմադրությունը ձևավորվում է հենց այդ մարդկանց միջոցով, այսինքն ընդդիմությունը դառնում է հենց այդ խելացիների ընդդիմությունն է դառնում, որը ի վերջո շրջում է այս պոպուլիստական, որտեղ ոչ թե արժանինքների վրա են մերիտոկրատական համակարգ է, այլ հենված է շահերի զուտ մեկին ենթարկվելու կամ ասենք կամակատարության շահերի վրա։ Եվ մնում է հուսալ, որ շատ չի ուշանա այդ փոփոխությունը Հայաստանում։ Շատ լավ, կարծում եմ սպառիչ պատասխան է, ես ավելացնելու բան կունենայի, բայց չեմ անելու դա, որովհետև արդեն ինձ նկատողություն են անում, այո, լիկան մեղադրում է, որ շատ եմ եթերային ժամանակը տանում։ Մենք ձեզ հետ